Աստված ամենագետ է, Աստված ամենազոր է եւ մեր գործերը հաջողեցնելու համար Աստված ներդնում է իր զորությունը, պարզապես այն ինչ որ մենք Աստծուց խնդրում ենք, բաներ կա, որ մեկ վայրկյանում կատարվելիք չեն եւ այդպիսի բաները շատ են իրապես։ Մեկ վայրկյանում կատարվողը դա քո դարձն է, որ ասում ես. Տեր Աստված, ես ինչպես է չեմ հասկացել ավելի շուտ։ Ես ինչքան եմ քեզ նեղացրել իմ պահվածքով։ Իսկ մնացյալը, որ Աստծու տալիքն է, դա տեղի է ունենում ժամանակի ընթացքում։ Աստծուն ժամանակ է պետք, որ քեզ թրծի։ Նույնն է անում կավագործը, վերցնում է հում կավը, տրորում է, պատրաստում է, վերջում ստանում է տեսքը, արդյունքում մտցնում է հնոց եւ կրակի մեջ թրծում, որպեսզի այդ կավե անոթը ծառայի երկար։ Եվ այդ է պատճառը, որ ներկայում երբ որ հնագետները որևէ տեղ պեղումներ իրականացնելիս գտնում են կավե անոթներ, ասում են այս կավե անոթը այսքան հազար տարեկան է։ Այդ կավե անոթը չէր դիմանա այդքան հազար տարի, եթե թրծված չլիներ։ Ուրեմն նշանակում է, որ մենք Աստծո հավիտենականության մի մասնիկ լինելով, Աստծո ձեռքով պատրաստված լինելով կարիք ունենք այս աշխարհում թրծվելու, ուժեղանալու, ամրանալու եւ այսպես մեր կյանքը ապրելու։ Հիմա եկեք նայենք Հիսուսի աշակերտներից օրինակ Պետրոսին։ Պետրոսը մի վայրկյանում դարձավ ուսուցիչ ու առաջնորդ, բնականաբար ոչ։ Հիսուսը նրան կերտում էր ամենատարբեր իրավիճակներով անցկացնելիս, եւ Պետրոսը իր էության մեջ շատախոս, հախուռն խառնվածքով, հանդուգն մարդ էր, ով որ պատրաստ էր իր ետևից տանել մյուս աշակերտներին։ Նա իր խառնվածքով կարող էր մարդկանց գնալ եւ դրթել, ոգևորել ժամանակակից հռետորների նման եւ նաեւ այդ հռետորների էներգիայով, որ հիմա սա ենք անում, նա ենք անում։ Բայց Հիսուսը նրան հանդուրժելով ժամանակի ընթացքում Պետրոսից ստացավ այն Պետրոսը, որին ասաց. «Քեզ եմ տալիս երկնքի առաքայության բանալիները» եւ ասաց. «Դու վեմ ես, որի վրա պիտի կառուցվի իմ եկեղեցին»։ Պետրոսի օրինակով Աստված մեզ դաս է տալիս, որ կապ չունի դու ով էիր եւ որտեղից եկար, ինչ դաստիարակություն ու կրթություն ստացար, կապ ունի, որ դու ով կդառնաս։ Ես պատրաստ եմ քո կողքին կանգնել, քեզ ուղղորդել, որ քեզանից ստանամ մի ընտիր գործիք, մի ընտիր անոթ, ինչպես որ Հիսուսը Պետրոսից ստացավ։ Եվ ինչու է Աստծուն պետք, որ մեզնից ստանա ընտիր անոթ, որովհետև մենք ունենք առաքելություն եւ մեր առաքելությունը որքան շուտ հասկանանք, այնքան լավ։ Այսինքն ավելի շատ ժամանակ ունենանք այս կյանքում Աստծո գործը հաջողեցնելու եւ առաքելությունը լիարժեք իրականացնելու համար։ Պետրոսը, որ հզոր ուժ դարձավ Աստծո ձեռքին, ի սկզբանե այն Պետրոսը չէր, որ ասաց. «Դու ես Քրիստոսը, Աստծո որդին», այլ այն Պետրոսն էր, որը մինչև աքաղի կանչել է 3 անգամ Աստծուն ուրացավ, բայց զղջաց եւ զգաց Աստվածային ներման վեհությունը։ Տեսավ, որ նույնիսկ խաչված վիճակում Հիսուսը իրենից նեղացած չգնաց, էլի ներեց ու ոչ միայն իրեն։ Եվ ով կարող է լավագույնս խոսել Աստծո մասին, կամ Աստծո էության մասին, կամ Աստծո համբերատարության, կարեկցության, ներողամտության մասին։ Նա, ով որ զգացել է իր վրա, իր կյանքում Աստծո ներողամտությունը։ Ում որ շատ ներվեց, նա շատ կսիրի։ Հիսուսի խոսքն է ավետարանում։ Համար եթե մենք ինքներս էլ վերլուծենք մեր կյանքը ու տեսնենք ինչքան սխալներ ենք արել եւ անում, եւ այդքանով հանդերձ Աստված մեզ սիրում ու հանդուրժում է, հենց այդ վայրկյանին կզգանք Աստծո վեհությունը, ավելին լինելը, տիեզերական լինելը, արարիչ լինելը։ Քան որ մեր աշխարհային պատկերացումներում Աստծո հետ մենք շփվում ենք ու հաճախ նմանվում ենք առևտրականի։
Ես սա կանեմ քեզ համար, դու այն արա ինձ համար։ Աստծո հետ շփումը այդպես չէ, սիրելիներս։ Աստծո հետ շփում նշանակում է շնորհակալ լինել, որ դու կաս։ Շնորհակալ լինել ամեն բարիքի համար, շնորհակալ լինել քո անցած ճանապարհի համար։ Որտեվ Աստված միշտ պատրաստ է կրթել ու քեզ զարգացնել։ Ու Աստված պատահական ճանապարհներով քեզ չի տանում։ Աստված քեզ կրթում է բազմակողմանիորեն։ Ու դա մեծ պատիվ է։ Դա տիեզերական պատիվ է մեզ Աստծուց եկած։ Մենք ինչ այս կյանքում հաղթահարում ենք, ունի իմաստ։ Ու ինչ որ հաղթահարում ենք մեր ուժերի սահմաններում է։ Ոստի եկեք բաց թողնենք տրտունջը, դժգոհությունը, նեղացվածությունը, իբրև թե մեզ չեն հասկանում, բաց թողնենք այս ամեն ինչ։ Մենք անցնում ենք առաքելության ճանապարհով։ Եվ ըստ Աստծո նախախնամության կրթվում ենք, կրթվելուց հետո Աստված տալիս է վարժություն, մենք այդ վարժությունը անում ենք, քննություն ենք տալիս եւ ըստ այդմ ստանում ենք գնահատական։ Եթե գնահատականը դեռ մեր սրտով չէ, ուրեմն պետք է շարունակել կրթությունը, մինչև որ կհասնես ավելի լավ արդյունքների։ Միշտ լավից լավը կա։ Չկա կատարյալ, կա լավից լավ, այսինքն ձգտում այս աշխարհի մեջ։ Կատարելությունը Աստված ինքն է, կատարելությունը Աստծո մոտ է, եկեքի արքայությունն է։ Տեր Աստված Հայր ամենակալ, օրհնիր մեզ, առաջնորդիր, ինչպես որ առաջնորդել ես մինչև այս պահը։ Քո մոտ են գալիս եւ մեր մեղքերով եւ քեզնից ունեցած շնորհներով։ Առատացրու մեր շնորհները, ինչպես որ գարնանը բնությունը ծաղկելիս ծաղիկների կանաչի տակ է մնում ձմեռային ու աշնանային անփութությունները։ Դու ծաղկեցնում ես մեզ, թող որ մեր հավատքը զորանա ու զորանա ու քեզնով առաջ շարժվենք դեպի մեր առաքելության կատարմանը, դեպի քո նախախնամության իրագործմանը։ Շնորհակալ ենք բոլոր բարիքներիդ համար, Հայր ամենակալ։ Ների՛ր մեր սխալները, որ գործել ենք կամ գործում ենք, կամա եւ ակամա, իմանալով առանց իմացության։ Դու ամենազոր արարիչ Աստված ես, ներող ու սիրող Հայր, շնորհակալ ենք քեզ, Հայր ամենակալ, արարիչ երկնքի ու երկրի։ Փառք քեզ Աստված, փառք քեզ ամեն բանի համար, Տեր, փառք քեզ։ Ամեն